Սարգսյան, օրինակ, եթե Միքայել Սրբազանը կարողանար պատարագ մատուցել դրանով ինչ տեղի կունենար եւ կալանք վերացնելու միջնորդությունը մոժելու հետ կապված ինչ կարող է ասել, ինչ կարող է թույլ տալ։ Դե ինչ կարող է թույլ տալ, մենք վստահ ենք, որ ոչ մի բան չի թույլ տա, եւ եթե թույլ տալու լիներ, միջև հիմա ունի այդ հնարավորություն թույլ տալու, այդ ոնց դատանի դալիճում կարող է հանգիստ, օրինակ ինչ են ասում, որ նոր հանցանք կատարի, ենթադրաբար նույն խոսքերը ասի, որը որ դիտարկեն հանցանք, ինչ նախանգարում որ դատանի դալիճում այդ նույն բանը ասի, այսքան մարդկանց ներկայացան լրատվամիջոցների։ Եթե չի անում, ուրեմն միտք չունի անելու եւ չի էլ անելու։ Դատանը գտավ, որ նման որոշում պետք է կայացնի, ամեն դեպքում դատանի որոշումն է, այս բան այլ բան չկա այդ առումով անելու, քան շարունակին դատականից։ Պարոն Սարգսյան, ինչ չեն ուզում ազատ արձակեն, փոխեն խափանման միջոցը վերացնեն ձեր գնահատման։ Կարող եմ ասել են ինչ որ դատանը ասել, դատանը գտնում է, որ կարող է նոր հանցանք։ Ձեր գնահատման ինչ ռիսկեր են տեսնում։ Դժվար է արդեն պատկերացնել, թե ինչ ռիսկեր են տեսնում, որովհետև նորից եմ ասում, եթե տրամաբանական բացատրությունը նա է, որ նոր հանցանք կատարի, այսինքն մենք գործ ունենք Միքայել Սրբազանի հետ, որին ասում են, որ քո խոսքի համար ենք մեծ հաշվով քեզ մեղադրանք ներկայացել։ Հիմա այդ խոսքը որևէ կերպ չեն կարող բերանը փակել։ Այս բանը ունի այդ հնարավորությունները, այդ որևէ խոսք ասելու։ Այսինքն կարևոր չի, դա ենթադրաբար հանցանք կլինի, չի լինի, ինքը չի ուզում դա ասի, չի ասում։ Հիմա կլինի պատարագի ժամանակ թե դատանի դալիճում մեծ հաշվով ունի այդ հնարավորություն, հետևաբար դժվարանում եմ պատասխանել այդ հարցը, որովհետև ինչ որ ուզենա անելու, հենա կանի, ոչ մի արգելք չունի։ Պատարագի կարող է, չէ՞, մասնակցել ճիշտ։ Կարող է մասնակցել, բայց ոչ անցկացնել։ Սա յուրօրինակ, այսպես ասած, պատիժ չէ Սրբազանի նկատմամբ, որ չի կարող պատարագ մատուցել, իր խոսքը հնչեցնել, Իր համար դա միանշանակ ամենաուժեղ պատիժներից մեկն է, հա, որտեղ երբ որ ինքը գտնում էր քրեակատարողական հիմնարկում, հենց առաջին հերթին հենց այս հոգևոր ծառայության խնդիրն էր, որ ամիշտակած բարձրացնում էր նախ պատարակների մասնակցելու հարցը, ուստի մենք միջնորդեցինք, որպեսզի քահանա գա քրեակատարողական հիմնարկ եւ այնտեղ ինքը պատարակ ոնց որ մասնակցի պատարակի, հիմա էլ նույն բանն է, այսինքն իր ամբողջ կյանքը նվիրված է հոգևոր ծառայությանը եւ զրկել հոգևոր ծառայությունից դա բավականին լուրջ խնդիր է իր համար եւ ավելի մեծ պատիժ է, քան ազատազրկման մեջ գտնվելը։ Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը ձեզ ազդեցություն ունեցել է Դադանի այսօրվա որոշումին, Բորիսոն ֆիքսել եք թե չէ։ Չգիտեմ ճիշտ ասած։ Նիկոլ Փաշինյանը հեգնում էր հավատացյալների, Միքայել Սրբազանի աջակիցների այն բողոքը, թե ինչու են մի խոսքի համար Միքայել Սրբազանին ազատությունից զրկել եւ հետո Փաշինյանը շարունակեց, թե բավոր բանակը լսեր ու դե բանակը, չէ, տանկերը քշեր, օրինակ չգիտեմ, ժողովրդի վրա ապարացի, ես բան չեմ հիշում, այս հայտարարությունը մի քանի օր առաջ է եղել, վերջին կիրակի կամ շաբաթ օրը։ Սա ձեզ որևէ ազդեցություն ունեցել է այսօրվա դատական նիստում որոշվածի վրա։ Ճիշտ ասած, ես այդ խոսքերը չեմ լսել, չգիտեմ ինչ ասել, ձեր խոսքերի մակարդակում կարող եմ ասել, հետևյալը կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը բացարձակապես իրավունք չունի նման հարցերի քննարկմանը մեջ մտնել, որովհետև եթե խոսում է որ հանցանքի մասին, այդ հանցանքը ոնց որ ինքն է միշտ ասում, որոշում են իրավասու մարմինները։ Իհարկե Հայաստանում այնքան էլ այդպես չի, բայց եթե ասվում է, ուրեմն համարենք, որ քննչական մարմին դատախազությունը դատարան պետք է որոշեն, եւ դատանը դեռևս պետք է գնահատի այստեղ հանցագործություն կա թե չկա։ Հետևաբար որևէ այլ պաշտոնատարանց ինչ էլ ասի, դա ընդհանրապես քաղաքական բնույթի հայտարարություններ են, որոնք որ բնականաբար միշտ էլ ազդեցություն ունենում են տարբեր իրավական կառույցների վրա։ Այս պարագայում ասել, որ վարչապետը կարող է ասել, որ հանցանք է կատարել, որը սպնդում են, որ նման որևէ իրավասություն չունի եւ չի կարող նման հայտարարություն անել։